Գյուղի լուսաբացին վեր գնալը միշտ առանձնահատուկ է, վրձակի ծենը, թարմ խոտի հոտը հիշեցնում է վրստի ժամանակը դանդաղ անցկան, մշտի յուրաքանչյուր քար, ծառ ու արահետ ունի իր պատմությունը, իսկ ամն ծանոթ դեմք իր ջերմ ժպիտը։ Ամն ծառ, ամն արահետ, նույնիսկ հին քարե պատերը պահպանում են հիշողություններ, որոնք սրտի խորքում միշտ կենդանի են։ Գյուղը պահպանում է մեր ինքնությունը ու հիշեցնում, թե որքան արժեքավոր է տանը ըլիլը։ Գեղի բնությունը գիմստ է գունավոր կտավելի, դուս դաշտերի կանաչը միահյուսվում է լեռների կապույտին, գարնանը ծաղիկների բույրը լցնում է օդը, ամռանը բնությունը ոնց որ իր ամենաշքեղծ գեսն է կենում, ծառերը զարդարվում է խիտ կանաչով, ամռանը մենք միջև քշետերանը խաղանգանում ու չենք բզերում, իսկ աշնանը դեղին ու կարմիր տերևները շշում են ոտքերի տակ, ձմռանը բնությունը հանգստանում է, ծածկվում է սպիտակ փափուկ վերմակով, ձյունը ծածկում է աշխարհը խաղաղ սպիտակությամբ։ Ձեր գորիկն եմ, սամատյոմ ապնեմ Բնակչությունը զբաղվում է անհաստապահությամբ, բուսաբուծությամբ, այգեգործությամբ։ Համայնքն ունի 2 դպրոց, առողջության կենտրոն, մշակույթի տուն, համայնքային կենտրոն, մանկապարտեզ, Մարգեղացի լողջի գերով են։ Ես յուգն նստում եմ աղակի սեղանի կողքին ու պատմում եմ թե այսօր ինչ ալել։ Գեղումը ծծեղելի հետի բառերը պետք չի։ Մեր գեղի ավանդույթներից է հաց թխելը, սալի թխելը, խնեցի հարելը և այլն։ Արծվաբերդ գյուղը հիմնվել է Արցախի Հանրապետության Ղարաղալու գյուղից եկած տեղահանվածների կողմից, տարածքը հարուստ է հնություններով, խաչքարերով, կիկլոպյան ամրոցների ավերակներով և այլն։ Գյուղը նախկինում անվանվել է Տղատես, անվանումն ունի հետևյալ պատմությունը։ Արցախից տեղահանվածները նախկինում ապրում էին մեկ այլ տարածքում, որտեղ ըստ պատմության տղա երեխաները մահանում էին։ Մի ընտանիք տեղափոխվում են ներկայից Արծվաբերդի տարածք, ունենալով տղա երեխա, որը շարունակում է ապրել։ Նախկին տարածքից մարդիկ գալիս էին այստեղ, Տղատես։ Հետագայում անվանվում է գյուղը Ղրղի, իսկ 1978 թվականի հունվարի 25-ին վերանվանվում է Արծվաբերդ։ Այս հուշահամալիրը նվիրված է պատերազմում զոհվածի հետին։ Այն կառուցվել է 2023 թվականին։ Այստեղ է նաև գտնվում 44-օրյա պատերազմում զոհված մեր հերոս տղաների նկարները։ Գեղը մեզ կապում է անցյալի հետ, բայց նաև տանում դեպի ապագա, լի հույսերով ու հավատով։ Թող այդ կապը երբեք չկորչի, քանի որ հենց ստի ուժը, որ ապրիլի իմաստը։ Գեղից հեռանալիս միշտ թվում է, թե մի քիչ ջրմաս ինձանից մնում աստե։ Ու վերջում ուզում ենք ասենք, որ մեր գեղը ուղղակի մի վայր չի քարտեզի վրա, այլ մեր տունն է, որի պահպանում ենք մեր ամենաանմոռանալի հիշողությունիքը։